Բարև ժողովուրդ ջան, ես որոշել եմ մի քիչ նենց պարկածի նման մնամ, ես անդեր գրիպը անցնում արդեն մեկ էլ մի քիչ հազա ասենց մի օր էլ եվս մի օր ու լավ կանցնի, բայց ես մի բան եմ ուզում ասեմ էլի, բայց դե գիտեք չէ որ ես ճշտի վարպետ եմ, ճիշտն է մենակ միշտ հաղթում, ես ինչ ճիշտն է են եմ ասել ժողովուրդ ջան, Հիմա երեք սաղ ամբողջ համացանցը Սամոյի տղին են, ամեքը իրանց ձևով, նրանից ավելի բետար խոսքերով նրան քննադատում։ Ժողովուրդ ջան, ես նայել եմ, բայց ես նրան չեմ քննադատելու։ Ինձ դա հետաքրքիր չի։ Գիտեք խի, մենք ամեն օր բոլորս էլ առնչվում ենք նման բաների, ամեն օր, ինձ հետ օրեկան 100, 200, 300 կնիկ արմատ, իրանց ընենց են պահում, դե որ ես էլ եմ նրանց ասում, ման բավարարված ես, հասկանում եք, համացանցում բոլորդ էլ լավ գիտեք ես ինչա կատարվում, ամեն մի հատ բլոգեր, ամեքին 5-10 հազար կնիկ ունեն բայևոյ կաղնած, լուբոյին տեղը տնեն, բոլորդ էլ գիտեք, բոլորդ էլ, ուրեմն երեք Սամոյի տղեն որ խոսում էր, չէ, Սամոյի տղեն մենակ մի բառ ասեց, ամենակարևորը ասողը դիմացի նստած են լրագրողը ինչա նա ասեց, բայց ես ասում եմ ճիշտը պետք է մարդ խոսա, ինչու համար եք թիրախավորում Սամոյի տղուն, այլ ոչ նրան, են մյուսին, են որ ասում էր նախարարություն պետք է ստեղծենք, ինչի նրան չեք թիրախավորում, ընկերներ ջան, ես ցավը տանեմ, միշտ հարկավոր է լինել ճիշտ, ես կթիրախավորեմ են մեկին, հասկանում ես, բայց ես նրան նման հո չեմ կայնի, ես նրան ասեմ մորդ համար, կնոջդ համար, որ տես բաներ ես չեմ ասի երբեք, ամբողջ համացանցը առավոտից իրիկուն էդ վիճակն է, հիմա դրել եք Սամոյի տղին եք, չգիտենք ինչի համար եք Սամոյի տղուն քննադատում, բան եք գտել իբր, բան եք գտել ես ինչ ասեց, ով չգիտի որ ամբողջ համացանցը անբավարարված կնանիք են, երեք ես անձամբ հարգում եմ շատ Մերի Տոմոյանին, նրա ամեն մի խոսքը ոնց որ մի բրլյանտելի էդ աղջկա, հարգում եմ, իրա թեմայի մեջ, մի հատ բան եմ գրել, ինձ Մերի Տոմոյանը միջև այսօր էլ չի արձագանքել, մի պահ տենամ 25 հատ կնիկ արմատ, արդեն ինչ ջղայն սմայլ են դրել, ընդել ғրաղից էլ մտնում են կոպիտ բաներ են խոսում, ես էլ եթե որին պատասխանում եմ, ինձ վրազ գրում են, հենց այդպես էլ պատկերացնում էինք, որ դու այդպիսին ես լինելու, կամ եսի մի ինչ իրանց ձևերով, դե անբավարարված չեն, որ մեկը չգիտեք, որ ամբողջ համացանցը տենց է, որիդ ուզում են, անկախ լինի ընդդիմադիր ես, թե նիկոլական ես, քոչարյանական, ամեքին մի 5-10 հազար կնիկ արմատ ունեն դիվիզիայա, բլոկող, մարդկանց բլոկող, արդեն 100 հատ էջ եմ փոխել, այ մարդ, արդեն չեմ էլ կարում իմ իսկական անուն ազգանունով լեմ, արդեն հնարավոր չի, ու լրիվ կնանիք են, հիմա ոնց չասես էդ կնանիքը անբավարարված են, ես ասում եմ են դրվագում, երկու հոգի էին, Սամոյի տղեն մի բան ասեց, են մյուսը են բանն ասեց, որ պետք է չասեր, բայց դուք նրան չեք թիրախավորում, որովհետև նա ով է, ինչ ուզում ասի այ մարդ, բայց նա Սամոյի տղեն ասել, որովհետև ճիշտ չեք, ժողովուրդ ջան, մաքուր չեք,
Դուք պրոստը թիրախավորել եք Սամոյին։ Ինչի համար եք Սամոյին թիրախավորել։ Սամոյին թիրախավորողը դուք չեք է։ Սամոյին թիրախավորողը Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են։ Նրանք գրաղից ոչ մի մարդ թույլ չեն տա Հայաստանում իշխանության գա։ Նրանք իրանք են զգում, որ Հայաստանի իշխանությունը իրենք են։ Ինչ եք ստից բաների, բռնագանձում, երեգեն Սերժին մի հատ սիրունիկ աղջիկ ունի, խորը մի տարուց ավել էր բանտում պահում, երեք արդարացրին, բռնագանձման օրենք, չէ մի, ով կարա Քոչարյանից 10 կոպեկ բռնագանձի, արա ինչերից եք խոսում, կամ Սերժ Սարգսյանից, Հայաստանի թագավորներն են, ով կարա, նրանք են կառավարում ամբողջ Հայաստանը, սա սուտ զրիսները, Սամոնա գրաղից եկել, тут же Սամոյի գլխին տվին կողին ծակը, Սամոն հետո հասկանալու է դա, ոնց որ վարվեցին Լևոն Հայրապետյանի հետ, ոնց որ վարվեցին Ռուբեն Վարդանյանի հետ, Այդ նույն ձևի էլ վարվեցին Սամոյի հետ, ու Սամոն հետո է իմանալու, որ դա Նիկոլի մատը տեղ դաժե չկա, Նիկոլը ծառայող է, նրանք են ղեկավարում դեռ ամբողջ Հայաստանը, Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, նրանք էլ Սամոյին կողել են ծակը, բոլորդ էլ հետո եք իմանալու, մենք էլ ծառայելով Նիկոլին, մենք ծառայում ենք Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, ուզում եք հավատացեք, ուզում եք չէ, տենց էլ կա, լավ մնացեք ժողովուրդ ջան։